Եվ այսպես, արդյոք հնարավոր չէր խուսափել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր 7 տարի է լրանում այն օրվանից, ինչ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Մի բան, որը 2018 թվականին թվում էր անհաջող, բայց կարճատև կատակ, վերածվել է աղետի Արցախի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության համար եւ հայ ժողովրդի համար։ Ինչպես արդեն նշեցի, առավոտվանից մի շարք հրապարակումներ են եղել հայկական լրատվամիջոցներում, բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ, Facebook-յան օգտատերեր անդրադարձել են այս օրվանը, անդրադարձել են այս օրվա խորհրդին, բայց հիմնական թեզերը որոնք են, որ քննարկման շրջանակներում առաջ են բերվում, թե ինչի ենք մենք հանգել Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց 7 տարի հետո, ինչ է տեղի ունեցել մեզ հետ, Արցախը կորցրել ենք, Հայաստանի մի շարք տարածքներ օկուպացված են, պետական պարտքը գերազանցում է 13 միլիարդը, իսկ սոցիալական այն խնդիրները, այն անապահովությունը, որը կար 2018 թվականին եւ որը մարդկանց նաեւ դրդում էր դուրս գալ փողոց, այդ բոլոր խնդիրները մինչ այս պահը չեն լուծվել։ Այս բոլոր գնահատականները իրենք իրավացի են տրվում։ Ի վերջո կան օբյեկտիվ իրողություններ, կա օբյեկտիվ ճշմարտություն, որի դեմ դժվար է առարկել, բայց եկեք մենք այս իրավիճակի մեկ այլ կողմ ուսումնասիրենք։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը անխուսափելի էր եւ նաեւ եկեք հասկանանք, թե իրադարձությունների ինչ շղթա է նախորդել նրան, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, որոշում է մեր ապագան, որոշում է տնօրինում է մեր ճակատագիրը եւ արդեն ոչնչացրել է Արցախի Հանրապետությունը։ Եկեք բավականին հետ գնանք եւ հիշենք 90-ականները, 2000-ականները։ Հարգելի հեռուստադիտողներ, 90-ականներին եւ 2000-ականների սկզբին Նիկոլ Փաշինյանը մարգինալ հոդվածներ գրող լրագրող էր։ Հոդվածներ, որոնց շրջանակներում Նիկոլ Փաշինյանը այդ ռետրո հոդվածների մասին է խոսքը, Փաշինյանի, որը կարելի է մինչ այս պահը գտնել նրա ընտանիքին պատկանող Հայկական ժամանակի վեբկայքում, ինչ էր ասում Փաշինյանը 2000-ականների սկզբին, որ Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարելի է եւ պետք է Հայաստանի Հանրապետության տարածքով տրամադրել կոմունիկացիաներ։ Մենք էլ որ դա չենք անում, դա հայկական չուզողությունը, ասում է ռուսից ավելի շատ ռուս ենք մենք, հարգելի հեռուստադիտողներ, այսինքն 90-ական, 2000-ական թվականներից սկսած Նիկոլ Փաշինյանը սպասարկում էր եւ առաջ էր մղում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Ինչ եղավ դրանից հետո եկավ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը ներգրավել էր մի դաշինքի կազմում, որը կոչվում էր impeachment, իմիջիայլոց, դաշինք, որը պայքարում էր հանրապետական կուսակցության հիմնական հակառակորդների դեմ, բայց հետո քաղաքական ակտիվություն սկսեց դրսևորել նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով իր գաղափարական պատկերացումները իհարկե պետք է միանար Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը եւ տեղի ունեցավ Փաշինյաններ դառավ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր դեմքերից մեկը, իրադարձություններ, որոնց արդյունքում մենք Երևանի կենտրոնում ունեցանք 10 զոհ։ Նիկոլ Փաշինյանը այդ 10 զոհին թողեց հանրապետության մայրաքաղաքի փողոցներում եւ փախավ։ Դրանից հետո Փաշինյանը սկսեց ընդհատակից հոդվածներ գրել, շատերի մոտ այն ժամանակ էլ արդեն հարց էր արժում, լավ, այդ ինչ ընդհատակա, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ասենց ակտիվ շփվել հասարակության հետ, հոդվածներ գրել։ Արդեն 2015 թվականի, 2025 թվականին մենք այս հարցի պատասխանը պետք է ստանանք, երբ որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը շատ անկեղծ ասաց, որ Փաշինյանն իրենց անհրաժեշտ էր որպես ընդդիմության այլընտրանք, իսկ իր հոդվածներում ընդհատակից Նիկոլ Փաշինյանը մեծամասամբ քննադատում էր ոչ թե իշխանություններին, այլ հենց ընդդիմությանը։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո տրամաբանությունը եւ իրավական գործընթացները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ լրագրողական գործունեությունը կարիերան փաստացի պետք է ավարտվեր, բայց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որոշեցին, որ պետք է այնպիսի համաներում հայտարարվի, որ Նիկոլ Փաշինյանը ազատություն ստանա։ Փաշինյանը ստանում է ազատություն, դրանից հետո ստանում է մանդատ։ Հենց այդ ժամանակ սկսում է
Նիկոլ Փաշինյանի եւ նախկին իշխանությունների ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջև համագործակցություն, որի շրջանակներում այդ բարձրաստիճան պաշտոնյա, խոսքը Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասն է, սկսում է ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանի թերթը։ Դա այն մարդու թերթն է, ով դեռևս 2000-ականներին գրում էր, որ Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է կոմունիկացիաներ տրամադրենք։ Դրանից հետո գալիս է 2016 թվականը եւ բացի ապրիլյան քարորիա պատերազմից նաեւ ՊՊՑ գնդի գրավումն է տեղի ունենում։ Հարգելի հեռուստադիտողներ, երևի բոլորդ էլ հիշում եք, որ գնդի գրավումից անմիջապես հետո մեդիա դեմքերից մեկը դառավ Նիկոլ Փաշինյանը, անմիջապես հետո հայտնվեց ՊՊՑ գնդի տարածքում, ներս էր մտել Սասնա ծռերի ներկայացուցիչների հետ ուղիղ միացումներ էր կազմակերպում, զրույցներ էր կազմակերպում եւ սկսեց այսպես ձևակերպել տաքացնել հանրությանը, ելույթներ էր այնտեղ տեղի ունենում, ԿՊ-ի ողջ ակտիվներ այնտեղ։ Այդ ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը ասում, որ ինչ մադրիդյան սկզբունքներ, ինչ փողզիջումներ, ոչ մի փողզիջում էլ չի կարելի անել, բայց հիմա նա բոլորից ավելի բարձր է գոռում, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Ինչևէ, այդ ամենը տեղի ունեցավ, բայց եկավ մի պահ, երբ որ իշխանությունները որոշեցին բռնի ուժով ցրել ՊՊՑ գնդի հարակից տարածքում գտնվող քաղաքացիներին, իմիջիալոց խոսքը այն իշխանության մասին է, որոնք այսօր ընդդիմություն են եւ որոնք այսօր խոսելով 18 թվականի իրադարձությունների մասին ասում են դե հո ուժ չէինք կիրառելու, հո չէինք կրակելու։ ՊՊՑ գնդի գրավումից հետո հենց այդ բովանդակությամբ իրադարձություններ են տեղի ունենում, բայց երևի այն ժամանակ պետք էր ուժ կիրառել, բայց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով պետք չեղավ ուժ կիրառել։ Հետո եկա 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ որ իշխանական մեդիան ամենից շատ PR էր անում ելք դաշինքը եւ հենց այդ ելք դաշինքով էլ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ որպես նվեր ստացավ պատգամավորական մանդատը։ 18 թվականն է գալիս տրամաբանորեն 17 թվականից հետո Սերժ Սարգսյանը դրժում է իր խոստումը եւ առաջադրվում է փաստացի վարչապետի պաշտոնում։ Դա այն եզակի երևույթներից մեկն էր, որը կարող էր տասնյակ հազարավոր մարդկանց մոբիլիզացնել եւ դուրս բերել փողոց։ Հավանաբար, եթե Արցախի հետ 18 թվականին տեղի ունենային այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 23 թվականին, միայն այդ իրադարձությունները նույնականակ մարդկանց դուրս կբերել փողոց։ Նիկոլ Փաշինյանն էլ օգտվելով այդ ալիքից Գյումրիից շարժվում է դեպի Երևան, գալիս է Երևան, բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ռադիոտունն է գրավում եւ փոխանակ օրենքով Նիկոլ Փաշինյանին համապատասխան պատժի ենթարկեն, այդ թվում նաեւ զրկեն падգամավորական անձեռնմխելիությունից, որը նրան նվիրվել էր մանդատի հետ 2017 թվականին։ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ ներվում է։ Հիմա ասում է, դե մենք մտածում ենք, որ իշխանափոխության հնարավորություն չկար, դրա համար էլ չպատժեցինք, բայց ինչ կապ ունի ոմանց կարծիքը, եթե գոյություն ունի օրենք, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, թե այդ իրավիճակներում, երբ որ պետական պահպանության ներքո գտնվող շենքը գրավում են, ինչ է պետք իրականացնել։ Հետո ինչա տեղի ունենում, հարգելի հեռուստադիտողներ, Մարիոտում այդ հայտնի բանակցությունները, որից հետո էլ Նիկոլ Փաշինյանին ամբողջի մեջից ձերբակալում եւ տանում են։ Տրամաբանությունը, նաև հետագա որոշակի գործընթացները հուշում են, որ եթե Նիկոլ Փաշինյանին ազատ չարձակեին եւ պատժեին, եթե եւս մի քանի ակտիվիստի ձերբակալեին, 18 թվականի իրադարձությունների հարցը կարելի էր համարել փակված, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը 18 թվականի մայիսի 8-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հետո պետք է գային բազմաթիվ բացասական, մեղմ ասած, ողբերգական իրադարձություններ Հայաստանի հետ կապված, բայց աշխարհում եւս իրադարձություններ են տեղի ունենում։ Հիշում եք, հարգելի հեռուստադիտողներ, ինչ էր կատարվում Բելարուսում 2020 թվականին, ինչ էր կատարվում Վրաստանում անցյալ տարի։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց։ Բելարուսում ընդհանրապես, հավանաբար միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ էին ծախսում իշխանափոխություն իրականացնելու համար։ Այսօր Վրաստանի խորհրդարանի ղեկավարն ասում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները USAID-ի միջոցով ուղիղ փաստորեն փորձում են Վրաստանում իշխանափոխություն իրականացնել։ Բայց Բելարուսի եւ Վրաստանի դեպքերը ցույց տվեցին, որ եթե դու չես ուզում հանձնես, դու չես հանձնում, այդ թվում նաեւ իշխանությունը, որ եթե դու ուզում ես պահես իշխանությունը,
բայց դրան դեմ են լինում որոշակի հզոր ուժեր, միշտ գտնվում են այլ հզոր ուժեր, որոնք պատրաստ են քեզ աջակցել իշխանությունը պահելու եւ պետությունը չկործանելու համար, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ եւ արդեն 7 տարի է Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն մեր զրույցի սկզբում նշեցինք, չկա Արցախը, Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներ օկուպացված են, պետական պարտքը ահռելի մասշտաբների է հասնում, սոցիալական խնդիրները չեն լուծվել, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի տալիս, ինչի մասին խոսում էր այսօր նաև Արմեն Գրիգորյանը, եւ ընդհանրապես գլոբալ զարգացումների համատեքստում Հայաստանին դրական բաներ չեն սպասում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վայելում է այն իշխանությունը, որը նա ստացել է 2018 թվականի մայիսին իրավիճակում, երբ որ Հանրապետական կուսակցությունը ուներ մեծ ամասնություն եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցանկացած մեկին կարող էր ընտրել վարչապետ եւ հասարակությունը կհանդարտվեր, ցանկացած մեկին ասելով նկատի ունենք նույնիսկ նրանց, ում այսօր իրենք դիտարկում են որպես միասնական վարչապետի թեկնածու, բայց իրենք ընտրեցին այլ ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մենք էլ խոսում ենք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը օբյեկտիվորեն վտանգված են։ Մտածեք այդ մասին։